Առևտրի կենտրոնի մասնավոր բաժնետերերը դատարան են դիմել հետևյալ պահանջով, որ վերականգնվի իրենց սեփականության իրավունքը։ Մի քանի տարի է վերջիններս դատական քաշքշուկների մեջ են։ Հարցը մինչև իսկ վերաքննիչ դատարանում է քննվել ու նորից հասել առաջին ատյանի դատարան։ Այսօր գործով հերթական դատական նիստն է կայացել, ինչից դժգոհ կառույցի մասնավոր բաժնետերերը հավաքվել էին նախկին մանկական աշխարհի դիմաց ու պահանջում էին ազատել վարձակալությամբ տրված տարածքը։ Մեզ չեն թողնում, որ մենք փայատեր ենք ստեղ, սա մեր խանութն է, ինքը տվել է առենդով, այդ առենդովի տված գումարները ինքը ներկտնի իր գրբանի համար։ Ես ինքս անաստիմում կրելու եմ գնացել։ Թողեք գնացեք, ընչի եկեք, ես ձեզ աշխատավարձ չունեմ տալու։ 40 հոգի եղեք կոլեկտիվը, այսօր 21 հոգի սկանք, որը մահացան, որը ինֆարկտ ստացավ, որը չգիտեմ ինչ եղավ, վերջիչքան հնարավոր է։ Կոռուպցիայից ենք խոսում, ինչ կոռուպցիա։ Հələ կան տեսնեն ինչ է կատարվում այստեղ։ Վերջիններս պատմում էին, թե 2 տարի առաջ առևտրային կենտրոնի հրդեհումից հետո հիմնական բաժնետերը Լյովա Գաբոյանը իրենց խոստացել էր վերականգնել կենտրոնը, ապա ստեղծել առանձին տաղավարներ ու վարձակալական հիմունքներով տրամադրել վերջիններիս, բայց ամեն ինչ այլ կերպ է դասավորվել ու դատարանում Լյովա Գաբոյանը հակընդդեմ հայցով է հանդես եկել, մասնավորապես նշել, թե մասնավոր բաժնետերերը իրեն խանգարում են։ Մեծ այդ զրույցում պարոն Գաբոյանը նշեց, թե ինքը խոստումներ չի տվել, ավելին իրեն կառույցի միակ բաժնետեր է համարում ու գտնում, որ 97 թվականից սկսած նրանք կորցրել են առևտրային կենտրոնի նկատմամբ ունեցած իրենց սեփականության իրավունքը։ Մինչև օրս ոչ մի կոպեկ չեն ուզել։ Բոլորը հրաժարվել են թիմումով, հետո նոտարական գրասենյակ մտնելով հրաժարվելով բաժնեմասերը տվել են ՍՊ առևտրի կենտրոն ինձ տնօրենին։ Խնդրեմ բոլորի հետ կարող եք ծանոթանալ։ Իսկ գումարը 98 թվին օբյեկտի գումարը ամբողջությամբ մուծել եմ ես։ Ինքը մեզ խաբեց։ Առանց ամաչելու ինքը մեզ խաբեց, խանութը կիսեց խանութը, մասնաբաժինների բաժանեց, տվեց փողոցից եկած պատահական մարդուն, տվեց վարձավճարով, այդ վարձավճարները տրեց իր գրբան առանց մեզի մեր 0% չափով գոնե այդ գումարը տալու, միահեծան կորոսցար այդ մարդը ոնց ուզեցավ ընենց արեց։ Լյովա Գաբոյանն ասում է, թե յուրաքանչյուրն 0.5% հասանելիքի դիմաց տարեկան պարտավոր էր վճարել 50,000 դրամ։ Այնինչ 40 հոգուց եւ ոչ մեկը 10 տարի շարունակ ոչ մի վճարում չի կատարել, ամբողջ բաժնեմասի դիմաց ինքն է վճարել ու իրեն այժմ սեփականատեր է ճանաչում, նշելով, որ վարձակալությամբ տալու իրավունքն էլ իրենն է։ Հակառակն են պնդում իրենց սեփականատեր համարող կանայք։ Ասում են, թե կադաստրի կողմից ունեն հատուկ վկայականներ, որոնք փաստում են, որ իրենք մինչ այժմ առևտրային կենտրոնի նկատմամբ ունեն սեփականության իրավունք։ Շատ մարդիկ մեջ գծեց, որ մեր վկայականները չեղյալ համարվեին, բայց պետռեգիստրը դա դեղավ, պետռեգիստրը կտրականապես մերժեց, դադավոր արտարացրեց, որ մեր վկայականները ճիշտ է, մենք փայատեր ենք։ Կառույցը պատկանում է բոլորիս, կա կադաստրի վկայական, որի մեջ ոչ իմ անունն է, ոչ նրա, կա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։ Վարձակալությամբ, պաժաստը կարող ենք անաշխատել ունենալով իրանք զիջումներ։ Տվյալ վարձակալությունը, եթե թանկարժին է, իրանց համար էժանքարժին է։ Եթե ցանկություն ունեն աշխատելու, եթե ցանկություն ունեն մուծելու գումարներ, ինչ որ այսօր ես եմ կառուցում, ինչ որ ես եմ կորցրել, տղես միլիոններ ապրանք եմ կորցրել, կան մասնակցեն էլի կարող է ունենան պայապաժին։ Լյովա Գաբոյանն ասում է, թե վարձակալությամբ տարածք կարող է տրամադրել նաև առևտրի կենտրոնի նախկին բաժնետերերին, կարող են մյուսների նման գալ տարածք վերցնեն ու վարձավճար մուծեն, սակայն մասնավոր բաժնետերերը չհամաձայնելով այս պայմանի հետ պատրաստ են մինչև վերջ պայքարել իրենց իրավունքների համար։ Հերմինե Մկրտչյան, Արտյոմ Ադամյան, Գալենյուս։